Այ որ ասում են, որ քաղաքական գիտակցությունը շատ կարևոր է եւ պետք է ինքնակրթվել քաղաքական իմաստով, որ լինեն քաղաքականապես գիտակից, որ հանգարց ոչ մեր երկիրը խայտարականենք, ոչ էլ մեր երկիրը կորցնենք, որտեղ այդ ամեն ինչը կախված է քո քաղաքական գիտակցությունից, հա, ողջունում եմ բոլորիդ ժողովուրդ ջան, եւ մենք իհարկե եկեք սկսենք շնորհավորական խոսքերով եւ շնորհավորենք Ջանես Նազարյանին փայլուն հաղթանակի համար, Ջանեսը նվաճեց ոսկե մեդալ Բաքվում, խոսքը հունահռոմեական ոճին բշամարտի աշխարհի առաջնության մասին, երիտասարդների աշխարհի առաջնության մասին է, որ անցկացվում էր Բաքվում, եւ հենց այնտեղ Ջանեսը նվաճեց ոսկե մեդալը, պատվով բարձրացրեց հայոց դրոշը եւ իհարկե հենց Բաքվում հնչեց հայոց օրհներգը, որը որ շատ ուրախալի է իհարկե մեզ համար, շնորհավոր Ջանես ջան, հպարտանում եմ քեզանով եւ հույս ունենամ, որ ապագայում կունենաս եւ կպարգևես մեզ բոլորիս նորանոր հաղթանակներ եւ ուրախություններ։ Գիտեք, Ջանեսի հաղթանակից հետո եւ դրոշի բարձրացման օրդներքի հնչելուց հետո ես շատ ուշադիր հետևում էի, թե ինչ արձագանք է ունենալու ադրբեջանական լրատվամիջոցները, բլոգերները եւ այլն, որտեղ ինձ շատ հետաքրքիր էր պարզել, հա, ինձ համար ինչպիսին է իրենց քաղաքական գիտակցությունը եւ արդյոք իրաց մոտ այդքան վատ է վիճակը, ինչպես որ մեր մոտ իհարկե շատ վատ է վիճակը ու մի պահ ասես միջև են իրանց այդ լրատվամիջոցներին դիտելը, հետևելը, ասես մի պահ ասես պատկերացրեցի ինչ կլներ, եթե սա լիներ մեզ մոտ, ու ասես պատկերացրեցի անդիմությանը էս էլի, ասես ճակերտների մեջ ես միշտ ասել եմ, սրանք ազգի դավաճաններ են, օտարին ծառայողները, հա, ու սրանց այդ լրատվականները ու սրանց այդ չեչոտ բաներին, էլի բլոգերներին, ասես մի պահ պատկերացրեցի ու ինչ պետք է ասեին, էլի ասեին, գցենք, այ որ ասում ենք, էսի մեզ թրքացնմա բան, այս կառավարությունը, այ տեսեք, էսի դզին փչին, որ թուրքը տանի, որ այս Ադրբեջանի գիմնը լսենք, դրոշը բարձնենք, որ մեր ակաժներին արդեն սովորենք սրան, բան, այս են ցալնելու ձեր երեխու ապագան, բան, թուրքը արդեն եկե իրա օրդներքնա միացնում մեր երկրում, դրոշնա բարձրացնում ու դուք սրան չեք արձագանքում, այ ինչ ասես կասեին, ինչ մի խայտարակ են ցածր մակարդակին պլենդուսից ցածր ցենց են կիղտու ցենց ու այդ ամեն ինչը պետք է թաքցնեին հայրենասիրության հետևում, հա, այդ իրանց կիղտ, այդ իրանց ստերը, այդ իրանց մուտիլովկեն, չենք եկեք չվախենանք այդ բառից ճիշտն ասենք, այդ մուտիլովկեն, այդ որ պետք է ցենց լցեին այդ հայոց տեղեկատվական, հա, Հայաստանի տեղեկատվական այդ դաշտ, այդ մտնոլորտ, այդ հոտ են, որ sense չուզենայիր մտնեիր ոչ YouTube, ոչ Facebook, այդի sense ցանելու էին, ոբշե չգիտեմ, այդ մի շաբաթը Հայաստանի անունը փոխելու էին դնեին իսկականից Ադրբեջան, հա, եւ այս ամեն ինչը սարքեին մի հատ շոու, սարքաչոու, որը որ կազմակերպեց Հայաստանի իշխանությունները, որ դուք կամաց սովորեք լսել Ադրբեջանի օրհներգը, այս էր լինելու Հայաստանում, ի տարբերություն Ադրբեջանում, այդպիսի ես ոչ մի այնտեղ որ արդեն տեղի ունեցել, հայոց դրոշն է բարձրացվել, հայոց հիմնն է, հա, օրհներգն է լսվել, հա, եւ ես չտեսա այդպիսի հայտարարություններ, գիտեք, Ադրբեջանում։ Այն էլ այս դեպքում, որ իրանք հիմա համարում են հաղթած ազգ, չէ՞, մած չասին, բայց մենք հաղթած ազգ ենք, այսուր է սրանց բերե Ալիև բան, իրանց դրոշը բարձրե, իրանց օրհներգը դրե, բան կարող է մեր պետությունը կամ մեր հայրենիք ուզում ես հայերին տաս, հա, ասենց էս էրմեններին բերել ես էսյանները, բան, այսինքն ցույց իրանք ինչ արեցին, իրանք աշխարհի աշկերում գազանի տեսք չունեցան, այն ձիկի են հրեշի տեսք չունեցան, ինչը որ մեր մոտ եկել էին դրանք պետք է ինչ-որ մի հատ չեմ հիշում ինչի առաջնություն էր, հələ չէ, հելաց բան, մի հատ տավարիցավ, հելավ մտավ, դրոշը գողցավ, բռնեց, ճղեց, մղեց, մեզ սաղ աշխարհով մեկ խայտարակ արեց, սաղ միջազգային հանրությունը մեզ նայեց որպես ինչ-որ մի հատ վայրենի ազգ,
Խայտարակ արես մեզ քաշվավ ամուր դրեց ես հայրենասեր տղա եմ ես չգիտեմ Հայաստանում պետք է սրանք չգան իրանց չներկայացնեն իրանց դրոշը չբարձրացնեն բան այդ իրա տավարի ցավությունը բառից ուղիղ իմաստով ասում եմ դու տավարի ցավ ես որովհետև դու խայտարակ արիր իմ երկիրը իմ հայրենիքը միջազգային հանրության աշխերհում որովհետև դու քեզի պայլաձև չգիտես ամեն ինչին կա տեղ ամեն ինչին կա ժամ ու գիտես ինչ կա Եթե այդքան լավ տղա ես, այդքան ուժեղ տղա ես, եթե իրոք այդքան հայրենասեր տղա ես, արա բա գնա իր կռվեիր, բա քիչ իր գնացե կռվում։ Ու անենց է, որ գիտեք ինչ կա, Հայաստանում նես չի որ եղել է այդ մի պատերազմը։ Ցավոք սրտի մենք պատերազմներ շատ ենք տեսել։ Ու մեր սաղ պատմությունը պատերազմ է, էլի անգամ էս մեր վերջի անկախությունից ի վեր, միջև 20 տո միջև հիմի էլ հələ նորմալ չի վերջացել։ Այդ սաղ 30 տարին պատերազմ էր արա։ Մի մեկ пассив շրջաններ ուներ, ակտիվ շրջաններ ուներ, բա որ այդքան դրոշ գողցող, ճղող տղա էր, այդքան հանդուրժող տղա էր, հա։ Ինչ անպայման էր իմ երկիրը սաղ միջազգային հանրության մոտ, հա, կամերաների մոտ, գցենք այդ ձև ունիժած անեիր, քո պատճառով հիմի սաղ պետք է մտածեն, դե միջազգային հանրությունը չի հասկանում մեր զգացմունքները, հասկանում եք դուք։ Դա որ սկզբից խի սկսա քաղաքական գիտակցությունը, որ բարձր լինի, այսինքն իրանք չեն հասկանում մեր զգացմունքները, իրանք գիտես չեն հասկանում մեր ցավը, մեր կորուստը, հա, գենոցիդի պատմություն եւ այլն, էլ իրանք չեն հասկանում, սպորտա եկել են, դու պետք է իրանք հարգես այդ պահին։ Օրինակ թուրքերը դիվանագիտության մեջ լավ են, դու տենում ես, էդ էլ է հաղթ, ինչ են իրանք հաղթանակներ տանում, թող միայն ռազմի դաշտում չի, բա դիվանագիտության մեջ էլ են հաղթանակ տանում, ինչի՞ չեք ասում, բա սա հենց դիվանագիտություն է։ Քանի անգամ եք տեսել, չգիտեմ, ընդ հայ սպորտսմենը իթա լինի Թուրքիա կամ որտեղ ընդ ինչ որ բռնեն դրոշ մրոշ ճղեն էսյան էյան բան, հա։ Իրանք այդ հարցերում ինչպես տեսնում եք զգուշավոր են, զգուշավոր։ Այսինքն հիմի տեսակ Ջանեսը գնաց հաղթեց դրոշը բարձրացրեց բան հիմն եղավ իհարկե մի քանի սուլոց դե դա նորմալ է դաշտում մի քանի սուլոց բան եղավ վերջով իրանց թշնամին ենք բա դի սուլեն մուլը բայց ինչ որ հարցակում բան փորձեն դրոշ բանանեն միջազգային հանրության առջև չլինի իհարկե միջազգային հանրություն չլինի կամերա բան չլինի իհարկե կուզենային բռնեին Ջանեսին կտոր անեին Պարզա, մենք էլ կուզենանք բռնենք, ցենք դրանց կտոր անենք, պարզա, բայց մենք թող գազան չենք, որ սաղ աշխարհի դեմը մեզի այդ ձև նվաստացնենք, այսինքն մենք մեզի նվաստացնենք, հիմի այդ եզը բռնեց, այդ որ արեց, որ հելավ դրոշով գողցավ, բռնեց, մտոմբ բան արեց, ճղեց, նրանք էլ առիթից օգտվան, ասին չեք տենում, սրանք իշ ձիկի ազգ են ախպեր, հելան գնացին Հայաստանից, էլի նես չէր որ մեր սիրտն ուրախ էր որ իրանք Հայաստանում են, որ լավ կներ вообще չգային, հա, вообще իրանք չգային, չներկայանային, բան Հայաստան, մենք ուրախ կլինենք որ вообще իրանք չլնեին, բայց որ եկել ենք մենք միջազգային հանրության առջև մենք պետք է քաղաքական այն որ ասում է նորմալ մարդավարի ազգի եւ պետության տեսք թողենք արա Ես նրանք ելնում ճղում են երկերի անունը գցում են անունը դնում են հայրենասիրություն դու հայրենասեր չես դու անասուն ես դու չես կամ երկու տարբերակ կա կամ դու զակաս կատարող դեբիլ ես դավաճան որը որ թաքնվում է հայրենասիրության հետևում կամ դու անգրագետ իրոք կարող ես զգացմունքներ ունեցողնես մեջից բան բայց մի կողմից էլ թուլակազմ հոգեպես որտեվ չես գնացել երկիրը չես պաշտպանել չես մասնակցել ոչ մի պատերազմական ինչ որ մի գործողություններին որտեղ որ ընդ լիքը նա դրուշ փոկելու տեղ կար բա գնայիր փոկեիր այդքան փոկող տղայիր խփող տղայիր գնայիր խփեիր ընդ լիքը ինքան տեղ կա անելու դրա համար այդ ձև շոումեններին մենք պետք է պիտակավորենք հա չոտքի պիտակավորենք որպես ազգի եզ անգրագետ կամ զակաշչիկ կամ հիմար հոգեկան հիվանդ ուրիշ ոչ հիվանդ այս մարկանց չես կարա բանանես ուրիշ անուն չես կարա դնես էլի որտեվ հերիք ելավ բոլերավ հայրենասիրության տակ թաքցնեք ձեր տականքությունն ու կամ անգրագիտությունը մի բան են չէ անում տես մի հատ նես կռիսավարի բան կանեն տարբեր բաներով էլի որ չկանաս բանանես այն որ ասում է
հակաճառես, որտեվ եթե հակաճառես դու սա գալի հայրենասեր չես։ Մի կարող ես օրինակ ասեմ, եղած Հայաստանը պետք է պահել, փայփայել, զարգացնել, ուժեղացնել, որտեվ մենք այս պահին պրոստը ի վիճակի չենք անգամ տարածքային պահանջներ ունենանք աճ, ձախ, վերև, ներքև, հա մենք այդ ուժը այս պահին չունենք եւ դրա համար մենք պետք է ճիշտ դիվանագիտությամբ, ճիշտ քաղաքականությամբ կարողանանք մեր երկիրը զարգացնենք, այն ինչը որ կա, հզորացնենք այն ինչը որ կա։ Դա սա չի նշանակում, որ մենք պետք է մոռանանք մեր պապերի հողը, հա, բայց այնպիսի պայմաններ պետք է ստեղծենք, որ սերունդները, եթե ոչ հաջորդ անգամ այն մի, հա, եկող անգամ հաջորդի հաջորդը եկող սերունդները կարողանան արդեն իրոք իրանք պահանջներ ներկայացնել։ Իսկ այս պահին գալ, ինչ որ էսի չի իմ քարտեզը, էսա իմ քարտեզը, սա քաղաքական անգրագիտությունը, որը որ կամ զակաս, կամ ուղիղ զակաս է, որը որ հակաճառել, ուղիղ հակաճառելու դեպքում դու սեգարի դու ազգի դավաճան ես, որտեվ դու ուրանում ես մեր մեծ հայրենիքը, մեր պապերի հողը, բայց չասելու դեպքում էլ չես հայրենիքը դնում ես միանգամից մսաղացի դիմաց, որը որ բերելու է կործանման քո հայրենիքը։ Չկա ուրիշ տարբերակ, ուրիշ հեքիաթ ինձի չպատմեք։ Չկա ուրիշ տարբերակ։ Էսի սենց։ Ուրեմն, քանի որ խոսքը սպորտի եւ քաղաքական գիտակցության մասին էր, որ խոսացինք իրար հետ, ուրեմն նայեք, ես հիշա Գագիկ Ծառուկյանը, որ ձերբակալվել էր, չնայած միջև մի ձերբակալված, այս հիշա այն հայտարարությունները ինչ որ մի կողմնակիցների կողմից Գագիկ Ծառուկյանի, որ կոչ էին անում, բա ուր եք այ սպորտսմեններ, բա Գագոն այդքան բան արեց ձեզ համար, բա այս խի չեք ելնում աջակցեք։ Ես գիտեք, շատ չի ուզում այդ թեմայով խորանալ, որտեղ ես հաղորդումներ արել եմ, բայց արա չեք ամանչում, ես ինչեր եք ելնում խոսում, ի՞նչ է նշանակում, բա այս ինչերը արեց ձեզ համար բան, բա ինքը ձեր կողքն ա եղել, հելեք դուք իրա կողքը եղեք։ Արա ոչ մեկ այդ տղեկի կողը, հա, թեկուզ աղջիկի կողը կապ չունի, մեր սպորտսմենների կողը, ինչքան էլ որ այդ հա կանգնեք, այն բացը չեք լրացնի, ինչը որ կա, կամ այն ջանքն ու երանդը իրանք որ ինչը որ արել են Հայաստանի համար, այսինքն այդ իրանք դեն մեր կողք եղել ու քո կողք եղել կամ չգիտեմ, մի հատ բանը Նիվայանը վեր տալի, ասում ձեր կողքն եմ եղել կամ չգիտեմ, մի հատ մի սենյականոց տուն անը վեր տալի աշխարհի չեմպիոնին, հա, բա քո կողքն եմ եղել, բան, չգիտեմ, ընդ կամ եթե ինչ որ ինչ որ մի սպորտային ինչ որ մի պաշտոն ես զբաղեցրել, քո գործն ես արել կամ ինչ որ մի բան էլ բոնուս մի բան ես արել, ինչ նշանակում որ դու իրա կողքն ես, այդ տղեկից կամ աղջիկեկից որ մեկն էլ չեմպիոններից ու օտարի դրոշի տակ հանդես գար, դրա տասնապատիկն ու լավը կունենար։ Ու այդպիսի մենք դեպքեր ունենք։ Անես չի որ չունենք ըզնից հորինում եմ։ Հիմա ես չեմ ուզում անուններ տամ, որ ինչ որ ասում վատ PR չլինի, ես այդ մարդկանց հասկանում եմ։ Լավ ուրիշ չի եղել։ Մարդիկ կան հայ լիքը սպորտսմեններ կան, բարձրակարգ սպորտսմեններ են եղել օտարի դրոշի տակով եւ շատ մեծ գումարներ են աշխատել, իրանք էլ օտիդո են, որ ասում ամեն ինչով ապահոված են եղել, ոչ մի գագոել իրանց պետք չէր ու պետք էլ շպետի լիներ։ Եթե ինչ որ մի բան եթե այն մարդկանց արածը, ովքեր որ Հայաստանի դրոշի տակ, հա, չեմպիոններ են դարել, փոխ չեմպիոններ են դարել եւ այլն մեդալներ են բերել Հայաստանին, դա մեծ պատիվ է եւ ես չգիտեմ դու այդ ինչ պետք է անես, որ ասես ես կողն եմ եղել։ Եթե հակառակն է, արա, այդ ո՞ս կարաս դու իր կողը լինես։ Դու ինչ էլ անես իր համար, դու չես կարա այն բացը եւ քանի որ մենք ցավոք սրտի մեր սպորտը այդ վիճակում է, այն ինչը որ մենք չենք տվել, դու իրան չես կարա տաս։ Նա նիվային մի հատ նվեր տալի, չգիտեմ ինչ է, նիվա, արա, ով է նիվա քշում, արա, նիվա անձի ձրիտաշ չեմ վեկալի։ Ու սա մեծ ինչ որ գլուխ գովանք չի, բան չի, նիվան տալիս ես ինչ անեմ, արա։ Նա չեմպիոնին կանչում նիվային նվեր տալի, ասում եմ ես քո կողն եմ եղել, դա տոլավ է։ Աֆի ամոթ արա, ամոթ հայձեվի հայտարարություններ մի արեք, որ սպորտսմենի կողն եմ եղել, բան։ Արա սպորտսմենն է մեր կող եղել, որ մեր երկրի դրոշն է բարձրացել։ Մի նայ Ջանեսը, ամի դուք պետք է Ջանեսի կողը լինեք։ Այդ Ջանեսն է մեր կողը։
Լրիվ հակառակն արա, այդ տղեն է գնաց է Բաքվում դրոշը բարձրել մեր հիմնը, մեր օրդներքը միացրել։ Գալիս է մի հատ բան են անում, կանջին ջանես ջան աղբերս առես նիվեն քեզի բան կամ չգիտեմ, ես մի սենյականոց բնականանա, այս Հաբովյանի ես եկեմ։ Էտո էլ երեսով տան, ջանես, բա ինչի չեք կար մեզի բան անես, հա։ Չնայած ջանեսը կապ չունի, մի քանի որ ինքն էր հաղթե, դրա համար իր անունը տվեցի։ Բայց ընդհանուր օրինակ էր էլի, вообще կապ չունի այս մարդ, որ սենց հասկանա։ Չի կարելի արա, դա հայտարարություն է, ես պրոստը սենց որ երբ որ լսում եմ այդպիսի հայտարարությունները, իրոք սենց են որ ասում է ուղեղից բջիջներ շարժում ասում, իս աշճանի, չգիտեմ, անգրագետ կամ իրանց էշի տեղ դրած մարդիկ, տժվժիկի պատմությունն է, ինչն է, սոխը վարակ կկդրես։ Էսի սենց, ուրեմն ժողովուրդ ջան, ինչպես գիտեիք, մի հատ անդուր մեկը կար, անուն ինչ էր այդ աղջկա, Նադեժդա էր, ինչ էր, ազգանունն էլ Պերաշկի։ Պերաշկիոտ ինչ-որ մի բան էր։ Ուրեմն էդի ռուս աղջիկ էր, ինչ-որ բլոգեր էր, ինչ էր, ջրոցորը հելի ապուշ բաներ էր խոսած է, հայ ազգի հասցեին, մի չեմ ուզում կրկնեմ, ստե մի տե նկարը կդնեմ, աստե երևի, կդնեմ կտեսնեք։ Ես շուտվանից էի նկատել, որ մարդիկ իրոք ցանկություն ունեին, որ այդ աղջկան ինչ-որ պատիժ լինի, եւ ճիշտը տենց էլ կլներ, պատիժ կլներ, եւ քրեական գործ է հարուցվել այդ աղջկան, եւ այդ աղջիկը հիմա չի կարող դուրս գալ առանց, չգիտեմ, որ ստորագրությամբ տուն են թողել, բայց ինչ-որ քաղաքից չի կարա դուրս գա, ոնց են ասում, ոբշեմ այդ կարգավիճակում է, եւ ես ողջունում եմ մեր իապաների աշխատանքը, չնայած ինձ համար ավելի հաճելի կլինի ոչ թե իրան տանեք, չգիտեմ, տուգանեք, նստացնեք, որ դա մեզի ոչ մի բան չի տամ, դա նստի, չնստի, հələ մի բան էլ բանը այդ ռուսի բերանապտի լեզու դնենք, դա էլ կակրաս ինչ-որ թեմա է մանգալի, որ մեզի ինչ-որ միտեք կմճտի, որ տեսեք մեր քաղաքացիներին վատ են վերաբերվում, տանում նստացնում կամ տուգանում են։ Միակ ճիշտ տարբերակը կլինի հարգելի իրավապահ մարմիններ, որ այդ աղջկան պրոստը դեպորտ անեք Հայաստանի Հանրապետությունից, թող իթա իր հայրենիք ախպեր։ Ստե վերջ բրծավ դեպորտ, չգիտեմ, մի 10 տարով, 15 տարով կամ ցմա դեպորտ եք անում վերջ։ Ինքը չի հարգում մեր ժողովրդին հայ ազգին կռիսավարի, հա, ասենց ինչ-որ կռիս անվանում բան։ Մեր ջրոցին աղավաղում եւ այլն։ Okay, ախպեր ջան, չենք իրան կախում, չենք իրան դատում, չենք իրան մորթում, մենք պրոստը իրան սամալյոտը դնում ենք, հետ են գրգում իր հայրենիք։ Գնա անդե, հա, ու քո բանը, կաչայի твои права там, в общем, հա, անդե գրգում ենք իր հայրենիք, թույ թա Պուտինի դեմը չոքի, անդե աղոթի, անդե բան, ոչ էս է տերտերը ասում է, դուք ձեր համար մի աղոթեք, Պուտինի համար աղոթեք, թույ թա դուրդոմը իր համար ապրի, ախպեր ջան, անդե, իր տեղն է։ Փախենդից եկել ես Հայաստան ես ապրում, այ ագարդիոն, եկել ես Հայաստանին կռիս ես անվանում, հայ քեզի բան։ Նենց որ այդ Պուտինի բերանը եւ դրա հանցավոր կլանի բերանը, որ ասում է առիթ մի տվեք, որ Հայաստանի վրա ինչ-որ մաթափ տա, ղրգեք տուն թույթարը, որ ասում է շարից հեռու խոսք կա, չէ, որ ասում է կներեք այս խոսքիս համար, ասում է պորնիկի շարը ավենա վատ շարնա, մի էսա, պորնիկի շարը եկի կապելա մեր վզին, կարող է էդ էլ պետք է անում, էդ էլ կարող է իր զակասնա, որ մի հատ շար անի Հայաստանի վրա, մի հատ բազար սարքի Հայաստանի վրա, քաղաքական էլի, որ Պուտինին էլ էտա պետք։ Էդի տենց, հիմա գիտեք, ես շուտվանից հայկական կինո, բան, սերիալ շուտվանից չէի նայել ճիշտն ասած, ու քանի որ այս քաղաքական, որ ասում է հանգիստ պահ է եւ հանգստանում են, հա, քաղաքական գործիչները, չնայած այսօր տեսա, որ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույց էր տալի, բայց դեռ միջև վերջում նայ, երևի հետո կանդրադառնանք, երևի մի ժամ առաջ էր։ Մի խոսքով տեն շատ թեմաներ, քանի որ չունենք իրար հետ խոսալու ակտիվություն չկա, ասիմ ու ազատ ժամանակ, հա, արդեն ունեցա, քանի որ ազատ ժամանակս տրամադրում էի հենց կակրած ձեր համար հաղորդումներ պատրաստելու, ասիմ լավ, արի մոտ հայկական, չգիտեմ, տենց սերիալ եկավ էկրանից, ասիմ լավ, արի մոտ նայենք, տենանք էս ինչ կինո է, ինչա, բան։ Ու ակամայից մի հատ սենց հասկսում, նայեք, ժողովուրդ ջան, ինչ գժանոց է, ես չգիտեմ այդ սցենար գրողին ինչ ասեմ, իհարկե
Չեմ ցանկանում ոչ մի առողջական վատ բան իհարկե միշտ լինես առողջ, բայց այն որ գրիչ առնես ուզենաս սցենար գրես, այդ գրիչի թանակը չորանա, որ այդ թղթի վրա չգրի ախպեր, ջողում ես, ես չգիտեմ, կամ քույրիկ, չգիտեմ, ով է գրողը, կամ այդ ինչ ֆանտազիա է խելքիդ մեջ անցնում, էլի, կամ եթե գրիչով չես գրում, չգիտեմ, այդպես տեկլադոյով ես, կլավիատուրայա ոնց են ասում, այդ տեկլադոյով ես գրում, այդ տեկլադոյիդ այդ եթե մեկանիկոյ է, հա, այդ ճտիկները փչանա, եթե օպտի մեկանիկա է, այդ բանը լիազերի այդ լուսը փչանա, որ չկարնաս գրես, հա, այսինքն ֆիզիկապես միշտ լինես առողջ, բայց այն ինչը որ սցենարի հետ, այս սցենարի հետ ինչ որ մի բան որ պետք է գրես, լինի թանակա գրի, չամատիտա տեկլադո, այդ դրանք թող փչանան, որ չկարնաս գրես, ախպեր դու, որտեվ այս ինչ абսուրդ է մի հատ մթոմ համեստ տղա, սենց է կինո սկսում, մի հատ համեստ տղա, սիրուն, անունը չեմ տալի կինոյի, բան, որ սենց բաներ չլինի, էլի, PR, բայց ով տեսել է հասկանա, մի հատ համեստ տղա, նկարի սիրուն տղա, մի հատ սիրուն պուպուշ աղջկա է սիրում, այս աղջիկն էլ իրան է սիրում, բայց մի հատ քուչի վատ տղա կա, վատ տղա, հա, այն վատ պապայով, որ ինքն էլ է այս աղջկան սիրում, հա, ու պետք է ամեն ինչ անի, որ այս երկուսը իրար հետ չլնեն, քանի որ ինքը տղավարի խոսք է տվել։ Արո ինչ գժանոց է։ Հա, մի խոսքով բազար, վокзал, վերջը սրանք որոշում են արագ փսակվեն, որ սրանից բրծնեն, այս վատ տղուց։ Սրանք փսակվում են, այս վատ տղեն հարսանիքի երկրորդ օրը այս աղջկան փախցնում է, բռնաբարում է եւ սպանում է։ Արա դուք հիվանդ չեք, արա այս ոնց է քո խելքով դες բան անցնում, այս ինչ հիվանդագին մտքեր ունես, արա դու։ Հիմի էլ այս փեսեն եւ իր ընկերները, այն որ ասում է կոմայի մեջ որ շոկի մեջ, ասես մտածում են պլան են գծում, ոնց անեն, որ այս բռնաբարողին գտնեն եւ բան անեն, վրեժխնդիր լինեն, սատկացնեն։ Հա, ու գիտեք ես խեմ սա ասում, էլի, ես մի հատ այս абսուրդը մի հատ պատկերացրեք, որովհետև երբ որ սկսան թուրքական այդ սերիալները տարածվել աշխարհով մեկ ստեղել եկավ բան, ու աշխարհի տարբեր անկյուններում հայ համայնքների այդ բանը էլի այդ այն որ ասում է ցավը, հա, չնայած պատճառ չունեն, բայց քանի որ թուրքական է, ուզում էին ինչ որ ճնշումներ գործադրել տեղի կամ իշխանության կամ այդ հերոստանգերությունների վրա, որ այդ թուրքական սերիալները եթեր չտան, հա, իրենց երկրներում եւ չթողեն որ այդ թուրքական սերիալները աճեն, զարգանան եւ բազմանան այդ երկրում։ Եվ հիմա մտնում եմ ու այսպիսի абսուրդ մի հատ, չգիտեմ, հիվանդագին բան եմ տենում, էլի սցենար եմ տենում, սենց հարսանիք, բան, այնա սիրում, այնի սրանա բռնաբարում, սպանում, մի խոսքով։ Բա հիմի ես ուզում եմ ասեմ, գիտեք հարգելի հայեր, հա, սփյուռքա հայեր, ասենց ասեմ, երբ որ մի թուրքերը հիմի սերիալ են հանում, իրանց սերիալը այնքան է հաջողված, հա, որ աշխարհը նայում ախպերը, մի դուրդ գա, չգա, եթե նայում են, ուրեմն հետաքրքիր է, ճիշտ է։ Մարդիկ նայում են, ուրեմն հետաքրքիր է, ուրեմն իրա մեջ որակ կա, ճիշտ է, ուր ճիշտ է։ Բա մենք ընչի չունենք, որտեղ մեր սցենար գրողները մտ հիվանդագին ինչ որ ֆանտազիաներ ունեն, այդ ֆանտազիաների հիման վրա ինչ որ մի հատ աննորմալ սցենար են գրում, որտեղ որ չգիտեմ, այնքան абսուրդ է, որ մի հատ սիրուն տղա, պուպուշ տղա, նկարիչ տղա, սիրում է իր հայաթի պուպուշ աղջկան, բայց այդ աղջկան տանում են, բռնաբարում են, մորթում են, փրցրտում են, կդրտում են, թաղում են, հələ էդի քիչ է մի հատ էլ անտառի մեջի վայրի շները հոտելով գալի, հոտ քաշելով դիակը գտնում են, փորում հանում են ջրի երես ու կիլոմ ու կռիվը սկսավ հատից։ Հզոր կինոյա, հզոր։ Գժանոց է, էդի կինո չի, էդի չգիտեմ ինչ է։ Այդ սրա մասին մտածեք, սցենար գրողներ, այս ինչ աննորմալություններ եք գրում, անհետաքրքիր, абսուրդային, չգիտեք էսի մի, չգիտեմ, էսին ժանրի կինոյա։
ու միշտ պետք է ինչ որ կիսա գողական բան այս բաների մեջ ամեն մի սերիայի մեջ ամեն մի պա ինչ որ մի օղու ռեկլամ, սիգարետի ռեկլամ, то ուտելիքի ռեկլամ, то կոֆեի ռեկլամ, ու սենց վեշնի ու չգիտես ընչի այս վատերը վեշնի նստած վիսկի են խմում, տոնի ինչ վեշնի վիսկի են խմում այս սևազգեստներ վեշնի վիսկի են խմում, ես չգիտեմ այդ ինչքան վիսկի կարաս խմես, այդ ոնց որ իրան կինոյի մեջ են ներկայացնում, գցենք մարդ որ այդքան վիսկի խմի, երևի 2 տարուց այդ լեղապարկա ինչա վարի կեթա կմեռնի կեթա ախպեր այդ մարդը ոնց այդքան վիսկի խմում կամպոտ են լցում մեջը վիսկի խմում ես չգիտեմ դուք ինչ քարոզ եք անում դուք ինչ եք ցույց տալի ձեր դիտորդին որն է ձեր նպատակը անիմաստ ու լավ էլ դերասաններ են մեջը խաղում գիտեք էդի է ցավալի այս վերջերս մի հատ դերասան մահացավ ես ինչ ասեցի որ մեր կինոն սերիալները կինոն այնպես ցածր մակարդակի է որ մեր լավ դերասանները չեն կարողանում բացվել միջև վերջ այն որ ասում եմ որ ցույց տան իրանց տաղանդը հա եւ ինչքան տաղանդներ են կորում գնում եւ չենք իմանում որ իրանք տաղանդն են որտեվ սցենար գրողի անկապ մեկն է Դենց որ էս էի ուզում ասեի, երբ որ մենք պայքարում ենք թուրքերի դեմ, մենք նկատի ունեմ սփյուռքա հայերը, հա, հենց մանավանդ տեղացի հայերը, հենց այդ տեղի ծնված հայերը, երբ որ պայքարում են, չգիտեմ, թուրքական, պայքարում էին, մի կարծեմ էլ չեն էլ պայքարում են թուրքական սերիալների դեմ, առաջին հերթին ոչ թե պետք է պայքարել այդ սերիալների դեմ, այլ պետք է աշխատել ավելի լավը ստեղծել, որ մենք կարողանանք բան ունենանք ցույց տալու աշխարհին, ոչ թե թուրքը ունի ցույց տալու, մենք չգիտեմ ինչ անկապ բան ենք նկարում։ Էս էի ուզում ասեի, ժողովուրդ ջան, չեք մոռանում դնել ձեր լայքերը, չեք մոռանում գրանցվեք իմ ալիքին, քանի որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը։ Այսօր այսքան, աստեցություն, հաջողություն։